Օրհնյալ Տեր մեր Հիսուս Քրիստոս ամեն, Հայր մեր, որ հերգինս ես, Սուրբ Եղիցի անուն քո, եկեսե արքայություն քո, Եղիցին գամ քո, որպես հերգինս եւ հերգրի, ըսհաց մեր հանաբազորդ, դուր մեզ այսօր, եւ թող մեզ զբարդիս մեր, որպես եւ մեկ թողում քմերոց բարդաբանած, եւ մի դանիրս մեզի փորձություն, այլ փրկյազ մեզի չարեն, զիքոյ արքայություն եւ զորություն եւ փառք հավիդյանս հավիդենից ամեն։ Իմաստություն հոր Հիսուս, դուր ինձ իմաստություն, ըսպարիս խորհել եւ խոսել եւ գործել, առաջի քո համենայն ժամ, իչար խորհրդոց, իփանից եւ ի գործոց, փրկյազիս եւ ողորմյա քո առածոց եւ ինձ բազմամեղիս ամեն։ Գահավադանք ամենասուրբ երրորդության, հորը որդիին եւ սուրբ հոգիին, գահավադանք Գաբրիելի ծերամբ ավեդումին, Քրիստոսի ծնունդին, մգրդության, չարչարանքներուն, խաչելության, երեքօրյա թաղումին, հարության, Աստվածապես համբարնալուն եւ հոր աչագոմը նստելուն եւ ահեղ ու փառավոր երկրորդ կալոստին գնթունինք եւ գահավադանք ամեն։ Հրամեցեք սիրելիներ։ Այսօր 10 գուսանաց է ավակ 3 շաբթի օր եւ այն խորհուրդ ունի իր մեջ սիրելիներ, որ Տեր Հիսուս Քրիստոս ցույց կտա թե անոնք որոնք այս կյանքի մեջ հոգևորապես արթուն չմնան, անոնք դժբախտաբար պիտի գործվին եւ հավիտենական կյանքեն դուրս պիտի մնան։ Հիսուս կպատմի սիրելիներ թե ինչպես 10 գույսեր հարսանիքի հրավիրվեցան եւ երբ հասան այն դունը ուր որ Պեսան իր հարսը պիտի առներ պիտի մտներ, Պեսան ուշացավ։ Բոլորն ալ գիշերը, գես գիշեր եղավ, քունի անցան։ Այս 10 գույսերեն 5-ը իմաստուն էին, ինչու համար իմաստուն կգոչվեին, ուտենեն գիմանանք, որովհետև անոնք իրենց հետ հավելյալ ցետ տարած էին, իսկ մյուս 5-ը հիմար էին, ինչու համար հիմար էին, որովհետև իրենց հետ ավելորդ ցետ դարած չէին։ Եվ գես գիշերին հանգարց ցայմի ելավ եւ ըսվեցավ։ Ահա Պեսան գուքա, պատրաստվեցեք։ Եվ այդ ժամանակ, երբ որ արտնցան, տեսան, որ իրենց լաբդերները, իրենց ջրակները սկսած էին մարիլ։ Հիմար գույսերը իմաստուներուն ըսին, Ձեր հետ պերած ավելորդ ցետեն մեզիալ բաժին հանեցեք, որբեսի մեր լաբդերները չմարին։ Սակայն իմաստուները ըսին, գրնալալ որ Պեսան ավելի ուշանա, հետևաբար այս ցետը հազիվ մեզի կփավե։ Եթե դուք կուզեք, գրնակ երթալ շուգային առնել։ Գես գիշեր, որ շուգան բաց պիտելար։ Բայց երբ հիմարները կացին շուգա որբեսի առնեին, հանգարց Պեսան եկավ եւ այն գույսերը, որոնք պատրաստ էին, իր հետ հարսնարան մտան եւ թուրը փակվեցավ։ Արավոտուն կամ որ ժամուն չեն գիտեր, հանգարց եկան սիրելիներ հիմար գույսերը եւ թուրը թագեցին։ Թուրին դիմաց մոտեցավ ով Պեսան ինքը եւ ինքն էր որ խոսեցավ ու հարցուց ով եք եւ հիմարները ասին մենք ենք գուզենք հարսանիքի մտնել եւ Պեսան պատասխանը տվավ անոնց ասավ ճշմարիտ կսեմ ես ցեզ չեմ ճանչնար եւ Հիսուս ասավ ուստի արթուն մնացեք որովհետեւ չեք գիտեր թե դերը երբ կուքա Սիրելի եղբայրներ եւ քույրեր անցնող շաբաթ սերդողության ընթացքին խոսեցած ցեզի Հիսուսի սուրբ խոսքը բացատրեցի, երբ որ Հիսուս ասավ, արթուն մնացեք, որովհետև քողի պես պիտի կամ։ Եվ բացատրեցի ցեզի սիրելներ, որ
Հավատացյալին համար դիրոջ քալուստը քողի պես պիտի չլա։ Ինչու՞։ Որտեւ եւ որ հավատացյալը ամեն օր գաբրի դիրոջ գամքին ամացային եւ գսպասե դիրոջ քալուստին, այլևս անիգա քողի պես չլար, այլ ընդհակառակը հավատացյալը ագնգարույց կսպասե, որ դերը վերաթարնա։ Բայց անոնք, որոնք այս կյանքի մեջ Աստուծո աչքեն հերու, Աստծո գամքեն հերու գաբրին, անոնք սիրելիներ դերը եւ վերաթարնա քողի պես պիտի տեսնեն։ Ինչու՞։ Որտեւ իրենց չագնգալած ժամուն դերը պիտի կա։ Սիրելիներ, շատ հետաքրքրական նմանություն մգա։ Երբ որ Աստված Նոյին ըսավ, որ դաբանը սարք է, եւ ամեն տեսակ գենթանիներ այնտեղ հավաքվեցան ու Նոյի ընտանիքը, Նոյը գինը 3 դղաները եւ 3 հարսերը 8 հոգի։ Սիրելիներ, ով փագեց Նոյան դաբանին թուրը։ Աստված։ Այս բամության մեջ դասուգուսանած ով փագեց թուրը։ Փեսան։ Ինչ թուրի մասին է։ Սիրելիներ, հավիտենական կյանքի դրամասին է։ Անոր բادرաշ չլա դերը թուրը պիտի փագե անորթիմաց հավիտենական կյանքի։ Նայեցեք, Հայտնություն Հովանու քրքի 3-րդ գլխու 20-րդ համար եւ որ գսերդեինք, դերը ասավ, ահա ես թուրին թիմաց կանգնած եմ եւ թուրը գտագեմ։ Ով որ փանա, ես ներս պիտի մտնեմ եւ անոր հետ ընտրեմ։ Որ թուրի մասին է, մեր սրդի։ Ահա ես սրդի դրան թիմաց կանգնած եմ։ Եվ այդ հրճագավոր սիրելիներ բատկերը, որ դեսած եք Հիսուս թուրին թիմաց է, բատմած եմ ասկարացեզի, անգլիացի շատ մեծ կձակրող կձակրած էր, երբ որ կձակրությունը վերջի իր բարեկամ կձակրիչներուն ցույց տվավ, որբեսի տեսնեն, որ թերություն ունին կնահատեն, ամենքն սկանչացան նկարին վրա, բայց մեկը ասավ, բայց կզարմանամ ասավ, թուրը կձած ես, բայց թուրին վրա բռնիչ չես տրած, բացելիք դեղ չես տրած։ Եվ նկարիչը անոր կպատասխանե։ Գսե որ այս թուրը թուրսեն փանալիք բռնիչ չունի։ Այս թուրը միան կփածվի ուրգե ներսեն։ Այսինքն սիրելներ դերը զորով ներս չի մտներ մեր սրդեն ներս։ Ինքզին չի բարդատրեր, որ ներս մտնե։ Այլ դերը թուրը գտագե։ Ով պետք է թուրը փանա դիրոջ դիմաց։ Մենք։ Եթե փանանք մեր սրդի թուրը դիրոջ դիմաց, այն ադենալ դերը մեր դիմաց կփանա երկնքի թուրը։ Եվ եղբայրներ եւ քույրեր, նայեցեք մեր կյանքի մեջ շատ քողեր կան։ Խոսքս մարդկային քողերու մասին չէ, որոնք քանց կքողնան, հարստություն կքողնան։ Այլ հոգի կողծողը, այսինքն սատանան, մեղքը, մահը, հիվանդությունը, ասոն քողի պես մեզի գուքան։ Մեկը գրնասել փամը չունեի, մեկ անգամին հիվանդացա։ Քողի նման գրնանք ալ սիրելներ։ Եվ եթե բادرաշ չլանք, ոյ է մեկ ժամանակ մենք կրնանք գործսվիլ։ Անոր համար հավատքի ջրակը ինչ է։ Հավատքը, մեր հավատքը պետք է ջրակի պես վարի։ Հիսուս ասավ, ծեր կորձերը, բարեգործությունները ջրակ են սիրելներ, ծեր կորձերը այնպես թող փայլին, որ երկնավոր հայրս փառավորվի։ Սիրելի քույրեր եղբայրներ, իմաստուն գույսերու պես լանք։ Մեր հավատքը վարած, որբեսի չլա որ հանգարց մեղքի մեջ ինանք։ Մենք այսօր պիտի սերդենք շատ կարևոր համարը Հայտնություն Հովանու 16-րդ գլխու 16-րդ համարը։ Բادرազմի մասին է, Արմագետոնի բادرազմի մասին։ Այս բادرազմի մասին շատ լսված է, ես այսօր ցեզի պիտի խոսիմ, թե ինչ է Արմագետոնի բادرազմը։ Պիտի տեսնենք, որ աշխարհի թագավորները պիտի հավաքվին բادرազմ մղելու համար, որու թեմ, Աստուծո թեմ, Օձիալին թեմ։ Եվ հետաքրքրական է։ Այս մասին սիրելիներ Դավիթ մարգարեն 3000 տարիներ առաջ խոսած է, քրած է,
երկրորդ Սաղմոսին մեջ։ Եկեք միասին ընթերցենք այս երկրորդ Սաղմոսը եւ սերդողության ընթացքին, երբ անդրադառնամ նաեւ այս Սաղմոսին, ավելի լավ պիտի հասկանանք։ Գարտանք միասին սիրելիներ երկրորդ Սաղմոսը, Աստուծո օձյալ թագավորը։ Ինչու ազգերը աբստամբեր են, ժողովուրդները թավաջանության ծրագիր կմշակեն, աշխարհի թագավորները կպատրաստվին եւ իշխանները կմիապանին դիրոջ եւ անոր օձյալին թեմ։ Գսեն գդրենք անոնց շղթաները, մեր վրայեն թոթափենք անոնց լուծը։ Երկնքի կահագալը պիտի ծիծաղի անոնց վրա։ Դերը ծաղրի պիտի ընթարգե զանոնք, եւ որ ժամանակը կա, դերը իր փարգությամբ պիտի խոսի անոնց, իր զայրույթովը պիտի խրովեցնե զանոնք ասելով. Ես իմ թագավորս կարգեցի սուրբ լերանս Սիոնի վրա։ Ահա գահայդարարեմ դիրոջ ինձի դված հրամանը։ Դերը ինձի ասավ. Իմ որդիս ես տուն, այսօր քեզ ծնա։ Խնդրե ինձ մե եւ ասկերը քեզի պիտի դամ իբրև ժառանգություն։ Ամբողջ աշխարհը քեզի պիտի դամ իբրև ստացվածք։ Զանոնք երկաթե կավազանով պիտի հովես, գավե անոթի պես պիտի փշրես զանոնք։ Հետևաբար, թագավորներ, այս բանը լավ հասկացեք, դուք աշխարհը կառավարողներ, լսեցեք եւ զգուշացեք, երկյուղով դերը բաշտեցեք եւ թողալով անոր արչեւ խոնարեցեք, հեզությամբ ենթարկվեցեք, որբեսի ան չփարգանա եւ չլա որ ծեր ընթացքով գործվիկ եւ որ անոր փարգությունը փորփոքի։ Երանելի են անոնք, որոնք դիրոջ կապավինին։ Սիրելներ, մենք պիտի սերդենք եւ գիտենք արդեն, որ վերջին բադուհասներն են, որ ուրեմն Աստված պիտի թափե աշխարհին վրա, աշխարհի մարդոց վրա, եւ տեսեք այստեղ գսե որ ըսկուշ եղեք, որ չլա որ ծեր ընթացքով գործվիկ եւ որ դիրոջ փարգությունը փորփոքի ծեր վրա։ Աստուծո փարգությունը պիտի փորփոքի։ Նայեցեք, ամեն ինչի չափ սահմանը կա։ Աստված սիրելներ երգայնամիտ է, բացատրած եմ, ինչ կնշանակի երգայնամիտ։ Շատ համբերող։ Բայց երբ որ Աստուծո փարգության բաժակը լեցվի, այն ադեն սիրելներ, ինչպես կսե Սուրբ Գիրքը, վայ անոր, որ գենթանի Աստուծո ցերկը գինա։ Վայ անոր։ Քանի որ Աստուծո փանագի մասին է, որ մենք պիտի ուրեմն սերդենք, բادرազմի մասին, 3 երգեր պիտի երգենք այս բادرազմի վերաբերյալ։ Առաջինը Սուրբ բادرազմ։ Փողը գկորա զոր, մարդնչման համար, ելիր արի զինվոր, ել մի զլանար։ Յուրաքանչյուրը սիրելիներ հոգևոր զինվոր ենք այս կյանքի մեջ։ Եվ ամեն մեկս բادرազմ ունենք մղելու։ Հետաքրքրական է, Բողոս Արաքյալ իր կյանքի ավարտին գիտեք ինչ կսե։ Կսե փարի բادرազմը բادرազմեցա, հավատքս բահեցի, ընթացքս գադարեցի, հիմա ինձի կմնա սպասել դիրոջ կալուստին, որ ինձի փարքի բսակը պիտի դա եւ ոչ միայն ինձի, այլ բոլոր իրեն հավատացողներուն։ Մենք հիմա սիրելներ հոգևոր բادرազմի մեջ ենք։ Գիտեք, երկու տեսակ եկեղեցին երկու խումբի կբաժնվի։ Մեկ խումբը անոնք, որոնք այս կյանքեն բաժնված են եւ ելած են այս կյանքեն, անոնք կգոչվին սիրելներ հաղթական եկեղեցի։ Իսկ ողջերս կգոչվինք զինվորակրյալ եկեղեցի։ Մենք զինվորակրված եկեղեցին ենք։ Եկեք երգենք այս սքանչելի երգը։ Հոն սուր բادرազմի ճանուտրոշը վերար, Աստված քեզ պետք ունի զինվեք աչափար, գոչ կա գամավորին մարդն է զորավոր, իր դեն հաջեցնողին վարձն է փարավոր։ Փողը գկորա հզոր մարդնչման համար,
Ելիրարի զինվոր ելմի զլանա Փողը գքորա հզոր մարդնչման համար Ելիրարի զինվոր ելմի զլանա Քայլար քայլ հետևե մեծորեն ըստրին հաղթության գեբն այս է հնազան թիլբեդին քալե իր հետքերեն գնքված սուրբ արյամբ եւ հավատարմորեն գրվեն նվիրմամբ Փողը գքորա հզոր մարդնչման համար Ելիրարի զինվոր ելմի զլանա Փողը գքորա հզոր մարդնչման համար Ելիրարի զինվոր ելմի զլանա Առաջին կծին վրա միշտ ներկա եղիր, որ դեր թուրախանա վարձկը լա ընդիր, անոր սիրբ սիրույնքով սպարազինվե, ամեն բան զոհելով թեև ջագատ նետվե։ Փողը գքորա հզոր մարդնչման համար Ելիրարի զինվոր ելմի զլանա Փողը գքորա հզոր մարդնչման համար Ելիրարի զինվոր ելմի զլանա Համայնդի եզերքի մեջ արևունդակ գոչ կա բادرազմի թևոց թեմներ հակ Աստված չուզեր հետին երկչոտ զինվորներ բսակնե հաղթողին օլիել անվեր Փողը գքորա հզոր մարդնչման համար Ելիրարի զինվոր ելմի զլանա Փողը գքորա հզոր մարդնչման համար Ելիրարի զինվոր ելմի զլանա Սիրելիներ Զինվորին զենքը նյութական զենք է պատերազմելու համար երևցող թշնամիի դեմ, իսկ մեր զենքը հոգևոր զենք է պատերազմելու համար թևերուն դեմ։ Եկեք միասին երգենք խաչին զինվոր։ Լույսը ցերքիդ հարաճ կնա ով զինվոր միշտ հաղթական քայլերքներով ով զինվոր խաչին միշտ նայելով հավատքի վահանով հաստատուն քայլերով հարաճ Զինվոր խաչին միշտ նայելով հավատքի վահանով հաստատուն քայլերով առաջ կնա զինվոր քո թշնամու ոչ մի նետից մի վախիր նրա թափած սուր ջանքերից մի վախիր խաչին միշտ նայելով հավատքի վահանով հաստատուն քայլերով առաջ կնա զինվոր խաչին միշտ նայելով հավատքի վահանով հաստատուն քայլերով առաջ կնա զինվոր հալածանքից դու մի վախիր ով զինվոր Քեզ ուժ գտա մեր Հիսուսը ով զինվոր խաչին միշտ նայելով
հավատքի վահանով, հաստատուն հայլերով, հարաճ կնազին, որ խաչին միշտ նայելով, հավատքի վահանով, հաստատուն քայլերով, հարաճ կնազին, որ Հիսուս անում մի շուրթերի թուբահիր, նրա սերը սրդում հաստատ թուբահիր, խաչին միշտ նայելով, հավատքի վահանով, հաստատուն քայլերով, հարաճ կնազին, որ խաչին միշտ նայելով, հավատքի վահանով, հաստատուն քայլերով, հարաճ կնազին, որ առաջ երտանք, ով զինվորներ, Քրիստոսով։ Սիրելիներ, եթե զինվոր ենք, ուրեմն փանագիմը կպատկանենք։ Որ փանագին կպատկանենք։ Աշխարհի փանագին, ոչ։ Կպատկանենք երկինքի փանագին, երկնավոր փանագին։ Աշխարհի փանագին մեջ սիրելիներ հրամանատարներ կան, որոնք իրենք է որ գարաչնորթ են պատերազմը։ Իսկ երկնավոր խումբին փանագի մեջ սիրելիներ գա մեկ հրամանատար եւ անիգա Հիսուս Քրիստոսն է։ Հետևաբար սիրելիներ ինչպես Հիսուսը ասավ, գամ բաղ եղիր, գամ դակ եղիր, գամ այո եղիր, գամ ոչ եղիր։ Նույնպես ալ գամ Քրիստոսի փանագեն գլանք եւ գամ աշխարհի փանագեն գլանք։ Մեկը չի գտնար ասել, ես ո՞ր մեկուն փանագեմ չեմ, ոչ երկնավոր փանագեն, ոչ երկրավոր փանագեն։ Երբ որ մարդ ինքզինք երկնավոր փանագեն հերու կբահե, ուրեմն բնականաբար որու փանագեն դարձած կլա։ Երկրի, սատանային, չարին, ներին։ Հետևաբար եկեք այս վերջին երկն ալ երկենք Աստուծո փանակ։ Սիրելիներ, Աստուծո փանագին ղեկավարը Հիսուս է, որուն անունը Էմանուել է։ Էմանուել ինչ կնշանակե։ Աստված մեզի հետ, Աստված մեզի հետ, եւ ինչպես Պողոս առաքյալը գսե, եթե դերը մեր կողմն է, ով գրնա մեզի հագարագիլ։ Այո, աշխարհը սիրելներ գրնա հագարագիլ, աշխարհը սիրելներ իր գարձածին ամացային գրնա մեր վրա հաղթանակ դանել, բայց իրականության մեջ աշխարհին դարած հաղթանակը եւ ժամանակավոր է եւ խապուսիկ է։ Հիշեցեք Սատանան սիրելներ ամեն ինչ ըրավ, որ Հիսուսը խաչ ելեր, ամեն ինչ ըրավ։ Ղրգեց իր մարդիկը, որ Հիսուսը ձուղագը ցկեին, փարիսեցիները, սատուգեցիները, հերովդյանները, թբիրները, ինչ գիտեմ, ամեն տեսակ, քահանաները, եւ չգրցան Հիսուսը ձուղակ ցկել, բայց Սատանան մինչև վերջ Հիսուսի հետևերներ որ խաչը փարսացնեին։ Եվ հիշեցեք, երբ որ Բիղադոս հարցուց, հաբա ինչ կուզեք ընեմ, Հիսուսն ազովրեցին, որովհետեւ Բիղադոս երկու օքի ներկայացուց, Բարաբբան եւ Հիսուսը։ Եվ Բարաբբային անուն գիտեք ինչ էր։ Հեսու Բարաբբա։ Հեսու գիտեք ինչ կնշանակե։ Հիսուս։ Նույն անունն է Հեսու։ Նայեցեք, Հեսու Բարաբբա, բար ինչ կնշանակե զավակ, աբբա հայր, Բարաբբա կնշանակե հորը զավակը, Հիսուս հորը զավակը, ոճրակորձին անուններ, իսկ Հիսուս ով էր, Հիսուս երկնավոր հոր զավակը, Բարաբբան։ Ուրեմն ժողովուրդը ինչ ընտրեց, մարդկային Բարաբբան ընտրեց, որ ազատարձակվի։ Աստուծո որդին ուզեց, որ խաչվի, եւ երբ որ հարցուց ուրեմն Բիղադոսը ինչ կուզեք ընեմ Հիսուսն ազովրեցին, Սատանան խոսեցավ մարդոց մեջ են, փարիսեցիներու մեջ են, ինչ մորացին, խաչը անեզին, խաչը անե։ Երբ որ Հիսուսը խաչվեցավ, Սատանան գիտավ, որ ինչ եղավ, բարդվեցավ։ Եվ այդ ժամանակ սիրելներ վերջին փորձն ալերավ Սատանան Հիսուսը խապելու։ Ինչ։ Եթե դու Աստուծո որդի ես, խաչեն վար իջիր։ Խաչեն վար իջիր։ Անիկա վերջին փորձություններ։ Եթե Հիսուս հարցում նախ, Հիսուս կրնար խաչեն վար իջնել։ Անշուշտ, ինք ամենակարող է։ Ինչպես որ
Հովանու Ավետարանի 5-րդ գլխում մեջ Հիսուսով մեկը չի գտնար իմ կյանքս ինձ մի առնել, այլ ես է որ գամավորաբար իմ կյանքս գուդամ եւ ետ կառնեմ։ Ուրեմն Հիսուս կրնար խաչեն վարիչներ, բայց եթե Հիսուս այդ խաչին վրային վարիչներ, մեր փրկությունը ինչ կլար։ Բացարձակ երբով սիրելներ մենք չէինք փրկվել։ Ադոր համար Հիսուս մինչև վերջ խաչին վրա մնաց եւ իր հոգին հանձնեց որու ցերկերու մեջ, հորը ցերկերու մեջ։ Եղբայրներ եւ քույրեր, հիմա սատանան մինչև վերջ պիտի փորձե մեզ, բայց մենք միշտ իմանանք Էմանուելը մեզի հետ է։ Մենք իր փանագի մեջն ենք, հետեւաբար ովը մեկ բան մեզի չի բադայելու։ Երկենք։ Ասոպանագն է կնում հաղթելով աշխարին, մենք երկում ենք ու ծնձում, որ մահը բարտվեց։ Ասոպանագն է կնում հաղթելով աշխարին, մենք երկում ենք ու ծնձում, որ մահը բարտվեց։ Էմանուել, ասոպանագն է սա, Էմանուել, մենք բաշտում ենք նրան, Էմանուել, նա է մեր Մեսիան, Էմանուել, 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 Աստված։ Դեր Հիսուսն է աշխարհ եկել, բաշտենք մենք նրան, նա է մեր զորակը լուխը, օրհնենք մենք նրան։ Դեր Հիսուսն է աշխարհ եկել, բաշտենք մենք նրան, նա է մեր զորակը լուխը, օրհնենք մենք նրան։ Էմանուել, ասոպանագն է սա, Էմանուել, մենք բաշտում ենք նրան, Էմանուել, նա է մեր Մեսիան, Էմանուել, 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 Աստված։ Հավատքի վահան ունենք, մենք զինվել ենք ահա, երբեք չենք հուսահատվի, մենք Տերն է մեր առկան։ Հավատքի վահան ունենք, մենք զինվել ենք ահա, երբեք չենք հուսահատվի, մենք Տերն է մեր առկան։ Էմանուել, ասոպանագն է սա, Էմանուել, մենք բաշտում ենք նրան, Էմանուել, նա է մեր Մեսիան, Էմանուել, 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 Աստված։ Ասոպանագն է կնում հաղթելով դժոխքին, եւ երկում ենք ալելույա ով սաննակարին։ Ասոպանագն է կնում հաղթելով դժոխքին, եւ երկում ենք ալելույա ով սաննակարին։ Էմանուել, է կնում արջևից, Էմանուել, հարուցյալ գենթանի, Էմանուել, որ հաղթեց տշնամուն, Էմանուել, 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 Աստված, Էմանուել, 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 Աստված։ Փառք ես Աստված, փառք ես հաղաքս ամենայնի դեր, փառք ես։ Փառք Աստծո, որ Էմանուելը մեզի հետ է միշտ եւ այս աշխարհի մեջ եւ հավիտենապես մեզի հետ վիդելա, որովհետեւ ինք խոստացավ սիրելներ, որ ես ցեզի հետ եմ մինչեւ աշխարհի վերջը։ Իսկ աշխարհի վերջին յետք մենք Էմանուելին հետ վիդելանք հավիտենական կյանքին մեջ։ Բարի եկածեք սիրելի քույրեր եղբայրներ։ Դեր Հիսուս Քրիստոսի սուրբ սիրով գողջունեմ ցեզ բոլորդ անխդիր
Եվ այսօր սիրելիներ հadoop կերպով գուզեմ ողջունել շատ հadoop հյուրը, որ երկինքեն եկած է, անիգա այս փոքրիկ նորածին մանուկն է սիրելիներ։ 40-օրյա երեխան Հասմիկ շնորհավոր լացակուգիտ, ինչ անունը։ Արյանան սիրելիներ երկինքեն եկած է, ամենեն վերջին եկողն է ինքը հիմա մեր մեջը, սրբություն է որտեմ կգպուրե Արյանային, հրեշտակները իր շուրջն են, հետևաբար սիրելիներ բաբան հրեշտակները այստեղ են, Արյանա, բարի եկած ես աղջիկս, Աստված քեզի օրհնե, բարի եկած ես այս հոգևոր խմբագին, Աստված քեզ Սուրբ Հոգիով մեծնե, ոչ միայն մարմինով մեծնաս, այլ Սուրբ Հոգիով աճիս եւ զորանաս, եւ օր մնալ, երբ որ հասուն երիտասարդ դառնաս, ու այս տեսահոլովակը դիտես, գիտնաս որ բոլոր հավատացյալները քեզի համար աղոթեցին եւ քեզի ասին բարի քալուստ, ասենք եկած Աբրի, առաջին անգամն է Սերդողոցյանը, աբրի։ Եվ անոնք, որոնք այսօր առաջին անգամն է, եղբայր, դուք առաջին անգամն եք ուքակ։ Ինչ է ծեր անունը։ Ժանո, բարի եկած ես, ուրիշ ով եկած է առաջին անգամ, ծեր անունը։ Ինչ։ Նաթելա, բարի եկած եք քույրս, Աստված օրհնե, ուրիշ մեկը գա։ Ով։ Չարմինը, ծեր անունը։ Ստելա, բարի եկած եք, դու գալ։ Աստված ձեզ օրհնե, ձեր ընտանիքները օրհնե, ուրախ եմ ամեն անգամ նոր դեմքեր կտեսնենք սիրելիներ, Աստված բոլորս օրհնե եւ ամենքս երկինք հասնենք, ամենքս։ Երկինքի մեջ օդար պիտի չսկանք իրարու սիրելիներ եւ երկինքի մեջ պիտի չարցնենք ինչը քո անունդ, ամենքս իրարու անունները պիտի իմանանք եւ գրնակ Երևակայել սիրելիներ, Սուրբ երրորդությունը, որ պիտի տեսնենք մեր աչքերով պիտի տեսնենք։ Մայրիկ Աստվածածինը, Սուրբերը պիտի տեսնենք եւ մեկում պիտի չսենք ներողություն նկարներով ցանոթ է ծեր դեմքը ով է ես Մովսես Մարգարեն եմ ոչ ամենքը սիրելներ պիտի ճանչնանք իրարու մեր հոգի աչքերը բացված պիտի լան եւ մենք պիտի տեսնենք սիրելներ բարի քալուս նաեւ Թոնի քեզի բարի եկած ես Աբրիս առաջին անգամն է որ գտեսնեմ բարի եկած ես Թոնի օրտնյալ լաս Լավ շատ սիրելի ժողովուրդ ջան, մենք կսերդենք հայտնություն Հովանու գիրքը, ողջույն նաև ուղիղ եթերով հետևողներուն եւ նաև համացանցով հետևողներուն փյուր ողջույն։ Մենք կսերդենք հայտնություն Հովանու գիրքը։ Եվ հայտնություն Հովանու գիրքը սիրելներ մեր աչքերուն թիմած կարծեք ուղագի այսօր արդեն գիրակորձվի եւ այս բոլոր թեփքերը որոնք կգադարվին երկրի վրա, կտեսնենք որ բոլորն նշույլներ են այս հայտնություն Հովանու գիրքեն, որովհետև սիրելի եղբայրներ եւ քույրեր, հիշեցեք, այս հայտնությունը, որու դրվեցավ, ով գրի արավ, Հովանես Արաքյալ, Հիսուսի ամենեն փոքր Արաքյալներ։ Մյուս բոլոր Արաքյալները նահատակված էին այս ընթացքին։ Միակն էր, որ ողջ մնացած էր, Հովանեսը միակն էր, որ չնահատակվեցավ, հագարականոր, որ զինք գենթանի ողջ երացած յուղի մեջ դրին, բայց Աստված զինք պահեց։ Շատ բարի, Հովանեսն է սիրելներ, որ դեսավ այս դեսիլտները, հայտնությունը եւ քրի արավ ու մեզի փոխանցեց։ Սակայն ամենեն կարևորը ով է որ Հովանես Արաքյալին տվավ այս հայտնությունը։ Հիսուս։ Այլ խոսքով հայտնություն Հովանու գիրքը սիրելիներ, հայտնություն Հիսուսի է։ Հիսուս ինքն է որ գխոսի, Հիսուս ինքն է որ գահիտնե։ Եվ նաև սիրելիներ Հիսուսի ընտանիքի անդամները, երկինքի մեջ 24 երեցները, հրեշտակներ, զանազան վկաներ, սուրբեր, Հովանես Արաքյալին հետ կխոսին, Հովանես Արաքյալ իրենց անոնց ցայները գլսե, դարբեր աշխարհի լեզուներով խոսված ցայները գլսե, ամեն ինչ կտեսնե Հովանես Արաքյալ։ Այս բոլորը ինչ ցույց կտան, որ սիրելիներ, այս աշխարհի մեջ ինչ որ դերը ըսավ անպայման փար առ փար գետ առ գետ ստորագետ առ ստորագետ պիտի իրակորձվին, պիտի իրականանան։ Անոր համար Հիսուս ասավ, նույնիսկ եթե երկինք եւ երկիրը անցնին, իմ խոսքերս պիտի չանցնին, անպայման պիտի կատարվին։ Եվ գիտեք ինչու համար աշխարհը գադե քրիստոնյաներս։ Ինչու համար գադե մեզ։ Որովհետեւ սիրելիներ
այնինչ որ դերը մեզի Սուրբ Գիրքի մեջ ըսված է գկատարվի։ Իրենց այսպես կոչված Սուրբ Գիրքերու մեջ այսպիսի բաներ չկան։ Ղուրանի մեջ իրենց սդախոս մարգարեն ինչ պիտեսեր որ պիտի կատարվեր։ Հետևաբար սիրելիներ, Տիրոջ ըսածը երկինքեն է։ Երկինքեն է, դեր երկինքեն եկավ, ինք Աստծո որդի Աստված է, հավիտենական ժամանակներեն առաջ գոյություն ունի։ Եվ հետևաբար իր ամեն խոսքը պիտի իրականանա։ Այնինչ որ մարգարեներուն բերնով ըսվեցավ Մեսիային կալուստին համար, ահա Մեսիան եկավ։ Ամենքդ գիտեք սիրելիներ, որ Մեսիան Հիսուս Քրիստոսն է։ Իսկ այսօր հրեաները որու կսպասեն Մեսիային։ Եվ ուր պիտի նստի իրենց Մեսիան։ Դաջարին մեջ։ Որ դաջարին մեջ։ Դաջար գոյություն ունի։ Ոչ։ Ուրեմն իրենք ինչ պիտի դնեն դաջարը։ Պիտի սարքեն, չէ՞։ Եվ պիտի կա Մեսիան իրենց Մեսիան պիտի նստի։ Եվ ցավը այն է սիրելիներ, որ ամերիկյան փողոքական խումբեր սիոնիստական որքան գկաչալերեն եւ որքան քումար գուդան, որքան պրո հրյաեն, որբեսի դաջարը սարկվի եւ Մեսիան կա։ Եվ վայ եկեղեցիներ, որ հանգարց օրը դաջարը սարկվի եւ թուք դաջար երթակ ու Մեսիան տեսնելու։ Որովհետեւ նախ որ դաջարը փլած է եւ Հիսուս ինչ ասավ, ով է դաջարը։ Ինքն է դաջարը։ Մեր դաջարը Հիսուս Քրիստոս ինքը է։ Ասավ չէ, կանտեցեք այս դաջարը եւ ես 3 օրեն պիտի շինեմ զայն։ Եվ ամեն քայտակեցան ինչպես կրնալալ մեր հայրերը 46 տարի դրին այս դաջարը սարքելու համար։ Բայց Հովանես Արաքյալ ամիջապես ուրեմն գբացայդե գսե որ Հիսուս ոչ թե գխոսեր նյութական դաջարի մասին, այլ գխոսեր իր մարմնի մասին։ Եվ ինչեր անիկա, ինչպես եղավ, եւ որ Հիսուս երրորդ օրը հարություն արավ։ Շատ աբրիկ, բայց լսեցեք սիրելներ, ասկարացեզի ընթերցած եմ, նորեն գընթերցեմ։ Այս մյուս դաջարը որ հրյաները պիտի սարքեն, տեսեք ինչ կսե Բողոս Արաքյալ երկրորդ Թեսաղոնիկեցիներուն նամակի երկրորդ գլխու մեջ պիտի գարտամ ցեզի երկուքեն 4 համարները։ Չլա որ մեկը ցեզ խապե ովևէ ցևով։ Որովհետև Տիրոջ օրը պիտի չկա, մինչև որ նախ չկա Տիրոջ դեմ վերջին ապստամբությունը եւ չհայտնվի անօրենության մարմնացումը եղող մարդը։ Ով է անօրենության մարմնացումը։ Ները սատանայի թիվ 1 կորձագադարը։ Ները անօրենության մարմնացումն է։ Եվ լավ լսեցեք։ Գորուստի սահմանված հագարագորտը, որտեղ պիտի հագարագորտի Քրիստոսի, որ պիտի ընթիմանա, թեմտնե պիտի ապստամբի, Աստված գոչված եւ մարդոցվե բաշտված ովևէ բանի։ Մինչև իսկ Աստուծո դաջարի մեջ պիտի նստի։ Եվ ինքզինքին համար պիտի հայտարարե թե Աստված է։ Դաջարի մեջ ով պիտի նստի։ Ները իրենց սպասված Մեսիան։ Հետևաբար սիրելիներ, այսօր որ թշպախտաբար քրիստոնյա փողոքական խումբեր գկաչալերեն եւ ուրեմն նեցու կգանքնին, որ իրենց Մեսիան կա, հիմարություն, Մեսիան իրենց ները պիտի ելա, որ աշխարհի վրա պիտի իշխե, որովհետև հրյաներուն համար սիրելներ անիկա պիտի լա Մեսիան, որ ամբողջ աշխարհը իրենց դիրաբեդության դակ պիտի առնե։ Լավ գիտեք, հրյային համար աշխարհի բոլոր մարդիկը մարդ չեն։ Աշխարհի բոլոր մարդիկը շուն են, հետանոս են։ Իրենց համար երբեք սիրելներ, երբեք մարդկային ովևէ մեկ հատկություն չունին մարդիկը։ Աստված հրյան ընդրած է, գսեն իրենք, եւ միայն իրենք է որ պիտի փրկվին, իսկ Աստված մնացյալ մարդկությունը ստեղծած է երկու նպատակներու համար։ Առաջին, որբեսի ծառայեն հրյա ազգին, բոլորը, երկրորդ, որբեսի թժողքի գրագին մեջ մշտական դախտակի պես վարվին։ Սիրելիներ, երեք
Բադահական փողոքական ամերիկացի ուրեմն երկու քարոզիչներ գխոսեին իրենց ժողովրդին, իրենց համայնքին եւ այնքան ցավալի խոսքսին, ասին այն քրիստոնյան, որ հրյա ժողովրդին նեցուկ չի կանգնիր, նյութապես անոր օգտագործություն չունենար, հագարագած կլա Աստուծո, եւ ով որ Աստուծո հագարագած կլա, Քրիստոս եփորքա զինք դժոխ պիտի գրգե։ Փրկությունը չվերջացավ, փրկությունը քրիստոնյաներուն պիտի լա, միայն երբ որ հրյաները ընդունենք որպես ընտրյալ ազգ։ Ասիկա սիրելներ քրիստոնյա ճագերդի մեջ քրիստոնյա հովիվներ գխոսին։ Եվ դեսեք սիրելներ, մենք գիտենք, որ փրկությունը միայն ու միայն որու միջոցով է, Հիսուս Քրիստոսի միջոցով, միայն Հիսուս Քրիստոսը ընդունելու մեջ է, ոչ այս ազգը, ոչ այդ ազգը, բայց դեսեք սիրելներ իրենց զայրայողությունը եւ ինչպես այս բոլորը մարդիկը ուղեղալվածումին brainwashing դանեն, brainwashing-ի, որ դժբախտաբար մարդիկ այսպես նեցուկ կանգնին։ Ինչ որ է, անցնենք մեր այսօրվա սերդողության, սիրելներ մենք 16-րդ գլուխը ասած ենք հայտնություն հովանու, այս 16-րդ գլխու մեջ դեսանք 15 համարները որ սերդեցինք, թե ինչպես Աստված իր 7 հրեշտակներուն մեկ առ մեկ ուրեմն գսե որ իր փարգության բադիժը մարդոց անորեն մարդոց վրա թափեն։ Եվ առաջինը թափեց իր բադիժը, մարդոց մարմինը թարախոտ վերքեր, բալարներ ելան եւ քեշ ահավոր ցավերու մեջ ինգան։ Երկրորդ հրեշտակի իր ցերքի մեջ անոթը ամանը թափեց ուրեմն ձովը մերած մարդու լերթացած արյունին պես եղավ։ Երրորդ հրեշտակը իր ցերքի անոթը թափեց աղբյուրներուն եւ կեդերուն վրա, բոլորն ալ սիրելներ արյունի վերածվեցան։ Չորրորդը թափեց իր ցերքի բարունակությունը արևուն վրա եւ արևը այնքան զորացավ, որ մարդիկ խանձվեցան, այրեցան։ Հինգերորդը թափեց իր ուրեմն ցերքի բարունակությունը Սադանայի գամներին թակավորության վրա եւ շոշափելի խավար եղավ։ Մենք 6-րդը սկսած էինք սերդել, 6-րդ հրեշտակը իր ցերքի բարունակությունը թափեց Եփրատ կեդին վրա, Եփրատ կեդը չորցավ, արևելքի թակավորները եկան եւ այն ադեն սուդ երրորդությունը, սուդ չար երրորդությունը, այսինքն վիշապը ով է, Սատանան, առաջին կազանը ով է, ները հագարագորտը Քրիստոսի, եւ երկրորդ կազանը ով է, սուդ մարգարեն, այս երեքը իրենց փերանները բացին եւ իրենց փերաններեն երեք չար բիղձ ինչ ելան ոգիներ, որոնք ինչի կնմանեին քորդի, ինչպես որ քորդը սիրելներ նեխած ջահիջներու մեջ կաբրի, այդպես ալ մեղավոր ահավոր չար ոգիներ մեջտեղ ելան եւ ինչ իրին սիրելներ աշխարհի թակավորներուն թիմած հրաշներ կործեցին, համոզեցին զանոնք եւ զանոնք հավաքեցին բادرազմելու համար, որուտ եմ Աստուծոտ եմ։ Այսօր այդ մասին պիտի սերդենք։ Բայց միջանկյալ խոսքը, Հիսուսի խոսքը, Հիսուս ինչը սավ 15-րդ համարի մեջ անցող շաբաթ սերդեցինք, Հիսուս սավ, ահա ես քողի պես կուքամ։ Երանի անոնց, որոնք արտուն կմնան եւ իրենց հագուստները կբահեն, որբեսի մերկ չշրջին եւ իրենց ամոթույքը չերևի։ Այս բոլորի մասին խոսեցած էզի սիրելներ անցնող շաբաթ։ Այժմ պիտի սերդենք մեկ համար, 16-րդ գլխու 16-րդ համարը։ Նախ ընթերցենք եւ ապա ցեզի բացատրեմ։ Ապա ոգիները, այս երեք ոգիները, որոնք ելան Սատանային, ներին եւ սուտ մարգարեին պերանեն, ապա ոգիները թակավորները հավաքեցին դեղմը, որ եբրայերենով Արմագետոն գոչվի։ Վստահ եմ, որ ամենքը տալ շատ լսած եք Արմագետոնի բادرազմի մասին։ Արմագետոն։ Եվ շատ կխոսվի, շատ։ Ինչ է Արմագետոնի բادرազմը։ Նախ ասեմ, որ Արմագետոն բառը ամբողջ Աստվածաշունչին մեջ միայն այս համարի մեջն է, որ անունը գդրվի, Արմագետոն։ Ուրիշ տեղ այս անունը բացարձակ կերպով չկա։ Եվ այս բառը սիրելիներ երկու բառերը կազմված է՝ հար
Մակետո։ Հար եբրայերենով գնշանագե լեր, սար։ Մակետո կամ մեջիդո կամ մակետո նույն բառերն են, հետաքրքրական է սիրելներ, գնշանագե ժողովելու վայր կամ հավաքադեղի, նաև գնշանագե սպանտանոցի դեղ, ուր որ գմորտվին, մորտվելու վայր, ուրեմն Արմագետոն գնշանագե Մագետոնի լերը, Մագետոնի վայրը, սպանտանոցը կամ հավաքադեղին։ Թե ուր է այս լերը, մինչև այսօր սիրելներ գիտնականները այդպիսի լերան անուն չեն տեսած։ Արմագետոնի լեր անունով վայր մկոյություն չէ ունեցած Սուրբ Գիրքին մեջը։ Հնակետները որքան կփորձեն մինչև այսօր գտնել այդ վայրը, չկա։ Սակայն Սուրբ Գիրքի մեջ սիրելներ, Սուրբ Գիրքի մեկնաբաններ, հնակետներ զանազան գարձիկներ գուտան։ Եվ ես պիտի ուզեմ այսօր ցեզի այդ մասի խոսիլ, որովհետեւ ավելի հստակ գիտնաք թե ինչի մասին է խոսքը։ Ոմանք Սուրբ Գրոց մեկնաբաններ են Արմագետոնը սելով գսեն, որ անիգա 5 դագարանի Մակետոն քաղաքն էր։ Եվ այս քաղաքը սիրելիներ գտնվի մինչև այսօր Իսրայելի հյուսիսային շրջանի մեջ, Սամարիայի մեջ, Ձովեզերքին մոդիկ, Հայֆա քաղաքեն, մոտավորապես 18 մայլ, 18 մղոն հեռավորության վրա, այսինքն 29-30 կիլոմետր հեռավորության վրա, Գալիլեայի ձովեն մոտավորապես 25 մղոն, 40 կիլոմետր հարավ արևմուտք եւ Երուսաղեմեն մոտավորապես 75-ին 80 մղոն, այսինքն 120 կիլոմետր ուրեմն հեռավորության վրա։ Մակեդոն քաղաքն է ասիգա։ Անիգա սիրելներ շատ հին ժամանակ են եւ 5 դարանի մեջ են եսիմացեզի բազմաթիվ օրինակներ բիդամ գտնվի հարթավայրի վրա, հովիդի մեջ, վալիի մեջ։ Եվ այդ վալին կոչվի Հեզրայելի վալի, Հեզրայելի ուրեմն Հեզրայելի հովիդ, կամ նաև կոչվի սիրելիներ Էսրայելոնի հովիդ։ Եվ անիգա սիրելիներ շատ մոդիկ է Կարմեղոս, ուրեմն Կարմեղոս լերան, Մաունտ Կարմելին, այնգեն շատ գեղեցիկ գտեսնվի, ինչպես նաև անոր շուրջը ուրիշ լերներ ալգան, օրինակ Թափոր լերը, որում վրայեն Հիսուս ուրեմն այլագերբվեցավ, եւ նաև այնտեղ գտնվի Գիլբոան կամ հայրենով Քեղփուե լերը, ինչպես նաև Մորեհի փլուրը, այդտեղեն շատ գեղեցիկ երևի։ Անոնք, որոնք հետս Երուսաղեմ եկած են, մենք երբ որ կբարձրանանք սիրելներ կամ բարձրացած ենք այլագերբության լերը, Թափոր լերը, այնտեղը եկեղեցին գասկանչելի շատ բարձր լերմն է, այնտեղին ցեզի ցույց տված եմ Մագետոնի ուրեմն քաղաքը։ Այն քաղաքը, որ հարթավայր է, շատ գեղեցիկ հարթավայր է, ասենք բզդիկ պլուրմ ունի բարձաբես Պերտաքաղաք մգավրան, բայց ամբողջությամբ գանաչ, շատ փերի հող ունի, շատ արատ, եւ այդգա սիրելներ շատ հրճագավոր ջամփա եղած է ողջ բաղության ընթացքին, խաչմերուկ եղած է արևելքը արևմուտքի գաբող, հյուսիսը հարավին գաբող, եւ սիրելներ անիգա շատ կարեւոր ջամփա էր թեպի Եգիպտոս տանող, ինչպես նաև թեպի Ասորեստան, Բաբելոն տանող եւ նաև թեպի Դամասկոս տանող։ Ուրեմն աշխարհի շատ կարևոր խաչմերուկին վրա գտնվող խենթանալիք հարթավայր է, խենթանալիք հովիդ է շատ փերի։ Եվ 5 դարանի մեջ շատ նշանավոր եղած է այդ Հեզրայելի ուրեմն թաշտավայրը, ուր գտնվի այս Մակետով քաղաքը։ Ինչով հրճագավոր եղած է։ Քանի մը պատմական դեպքեր ցեզի հիշեմ։ Գտեսնենք սիրելներ, դուք գիտեք ամենք տալ Ակաբ թագավորի մասին։ Իսրայելի Ակաբ թագավորը սիրելիներ 70 զավագուներ, 70 դղա։ Երբ որ Ակաբ թագավոր գմերնի,
հեյուն սիրելիներ Իսրայելի նոր թագավորը գհրամայե որ Հեզրայելի Ակապ թագավորին զավակներուն գլուխները իրեն բերեն եւ այս Հեզրայելի ծորին մեջ կամ հովիդին մեջ 70 զավակներուն Ակապ թագավորին 70 զավակներուն գլուխները կգդրեն գողովի մեջ կտնեն եւ կբերեն հեյու թագավորին եւ այս մասին գրնակ կարդալ 4-րդ թագավորաց գրքին մեջ 10-րդ գլուխ 1-ին 11 լսած եք նաեւ Հեզապել չար թակուին մասին Հեզապելը շատ հրճագավոր ամենեն բիղծ հոգին սիրելիներ Հեզապելը եւ դժբախտաբար այսօր շատ ոգիներ Հեզապելի հոգիով մարդոց մեջ կմտնեն շատ բիղծ էր ասիկա նույն այդ Հեզապելն էր որ ուզեց Եղիա մարգարեն սպանել ուրեմն գիշեք որ այդ Հեզրայելի ուրեմն թաշտի մեջը Նապովտ անունով մարդ մգար, որ այքիմ ուներ եւ Ակապ գուզեր այդ այքին դիրանալ, բայց Նապովտը չեր ուզեր ձախել։ Ինչ լավ Հեզապել թակուհին սպանել դվավ Նապովտը եւ կրավեց անոր այքին եւ իր ամուսինը սա որ քուգտե։ Այսքան փիրտ ուրեմն թակուհի էր, բայց նույն այդ այքին մեջ, այդ Հեզրայելի թաշտին մեջ Հեզապել թակուհին գիտեք ինչպես մեռավ։ Իրեն բալադի բադուանեն վար նետեցին այքին մեջ եւ շուները եկան եւ անոր մարմինը գերան։ Սիրելիներ, տեսեք որ ինչ ահավոր բաներ բադահած է այդ թաշտաբայրին մեջը։ Ամբոր գուզե գարտալ 4-րդ թագավորաց 9-րդ գլխում մեջն է Հեզապելի մահվա մասին։ Դագավին սիրելներ, այստեղ է որ Մագետովի մեջ Թեփորա մարգարեուհին, որ 5 դագարանի մեջ թադավորուհի էր, ինքը երբ գտեսնե որ կանանացիները իրենց վրա գահարցագին եւ մանավանդ իրենց զորաբեդը Սիսարա գոչվեր, սիրելներ այս Սիսարան 700 երկաթե գարկեր ուներ եւ հսկա բանակ։ Եվ Իսրայելի վրա երբ որ գահարցագի այս Հեզրայելի հովիդի մեջ, այս նույն քաղաքի մեջ Մագետովի մոտ հրյաները անհուսության կմատնվին, որտեղ նույնիսկ վահամը չունեին, փամը սուրմը չունեին պաշտպանվելու համար։ Այդ ժամանակ Թեփորա մարգարեուհին փարակ ուրեմն հրյա մարդուն գսե ելիր եւ Աստված պիտի ինքը բայկարի եւ իսկապես Աստված Սիսարայի, այս կանանացի Սիսարային ամբողջ բանակը գսպաննե եւ Սիսարային ալ գողորտեն ուրեմն թանակ ուդելով գսպաննվի։ Թադավորաց գրքի մեջ կրնակարտալ 5-րդ գլուխ 19-21։ Այստեղ էլ սիրելներ նաև որ Հութայի Վոկոզիա թագավորը սպանվեցավ Իսրայելի հեյու թագավորին կողմէ 4-րդ թագավորաց 9-րդ գլուխ։ Այստեղ էր նաև Փարի Հութայի Փարի թագավորը Հովսիա թագավորը դժբախտաբար սպանվեցավ Եգիպտոսի փարավոնին կողմէ։ Եգիպտոսի փարավոնը Նեկավովը, երբ որ Եգիպտոսեն գուքա այս ճամփայով, որբեսի Ասորեստան երթար կրավելու համար, իր թիմացը գելե Հութայի Հովսիա թագավորը, որբեսի բادرազմի եւ արկել կլա եւ դժբախտաբար այնտեղ փարավոնին կողմէ Հովսիա թագավորը գսպաննվի։ Այս շրջանի մեջ էր սիրելներ, որ նաև քեղբույե լերան վրա փղշտացիները գբادرազմին Իսրայելի թեմ եւ այնտեղ է որ գմահանա ուրեմն առաջին թագավորը հрьяներուն Սավուղը եւ իր 3 որդիները Հովնատանը, Ափինակապը եւ Մեղկիսավեն։ Եվ նաև սիրելներ այս ալսեմ որ այս ուրեմն Հովիդի մեջն էր որ Մատյանացիները եւ Ամաղեգացիները եւ արևելքի ժողովուրդները միասին գավակվին բայկարելու համար Իսրայելի թեմ եւ սակայն Քեթեյոնի զորությամբ Քեթեյոնը հաղթանակ կդանի այս մատյանացիներուն եւ ամաղեգացիներուն թեմ։ Այս սիրելներ հարյուրավոր բادرազմներ եղած են այս շրջանի մեջ, հարյուրավոր բادرազմներ եւ ոչ միայն սիրելներ իրենք բادرազմներ ըրած են, այլ պատմության ընթացքին բազմաթիվ բادرազմներ եղած են։ Երևակայեցեք
ասորեստանցիները ուրեմն բادرազմած են այս Մակետովի մեջ։ Սարագինոսները բادرազմած են։ Հրյաները բادرազմած են։ Հետանոսները բادرազմած են։ Եգիպտացիները բادرազմած են։ Բարսիկները բادرազմած են։ Արաբները բادرազմած են։ Խաչագիրները սիրելներ 13-րդ դարուն 4 բادرազմներ մղած են այս քաղաքի մեջ, այս շրջանի մեջ։ Դագավին դուրզիները բادرազմած են։ Դագավին սիրելներ թուրքերը, արաբները, Նապոլեոնը 1799 թվականին այստեղ բادرազմեցավ եւ հաղթեց Օսմանյան փանագներուն թեմ։ Իսկ վերջին բادرազմը սիրելիներ անգլիացի շատ մեծ զորավարը Էդմոնդ ուրեմն Ալենբին շատ մեծ բادرազմ արավ եւ 1918-ին դարձյալ թուրքական փանակներուն թեմ մեծ հաղթանակ դարավ։ Այլ խոսքով սիրելներ այս քաղաքը Մակետովի քաղաքը բادرազմական փեմ եղած է։ Իսկապես Նապոլեոնը ասաց է, որ աշխարհի մեջ ամենեն բնական լավագույն ռազմաթաշն է, որտեղ իր դարածքը շատ մեծ չէ, բայց սիրելներ փածոտիա վիճակի մեջ է եւ հետեւաբար բادرազմ մնելը շատ հեշտ է։ Նաեւ հետաքրքրական է Հիսուս ինքն ալ այս ճամփային կացած է, որովհետեւ գիշեք Հիսուս օրը Սամարիա գնաց եւ Սամարիա գնոջ հանդիպեցավ, գիշեք Եվ այնտեղ ճուր ուզեց Հիսուս իր մե, եւ ապա Հիսուս եւ որ հայտնեց ինքն է Մեսիան, գինը գնաց Սամարիա եւ լուր տվավ որ Մեսիան մենք կդանք, եւ Հիսուս քանի օր այնտեղ մնաց։ Այս շրջանի մեջն էր Հիսուս մնաց։ Հիսուս ալ այս վայրեն կացել է, որովհետեւ ով որ սիրելներ Երուսաղեմեն Գալիլեա բիդերտա, այս ճամփով է որ պիտի անցնի։ Այլ խոսքով այս ճամփան, այս քաղաքը շատ կարևոր քաղաք եղած է։ Հիմա Սուրբ Գրոց մեկնաբաններեն ոմանք ինչ կեզրակացնեն։ Գսեն որ ինչպես որ բամության ընթացքին մեծ բادرազներ բադահած են այս Մակետովի մեջ, աշխարհի վաղճանեն ամիջապես առաջ մեծ նեղության ժամանակ երկրի ազգերը պիտի թագավորները պիտի հավաքվին այդ Մակետովի վայրի մեջ Եվ այնտեղ պիտի բادرազմին որու թեմ իրենք կսեն Իսրայելի թեմ Եվ այդ ժամանակ Աստված պիտի հաղթանակ դանի Իսրայելի համար Այսպես մտածողները սիրելներ առավելաբար հրեական գոմը մտածողներն են Ինչու որովհետև նախ ասեմ հրեաները 5 դարականին մեջ Աստուծո ընտրյալ ազգն էին այո Բայց նոր ժամանակներու մեջ Աստուծո ընտրյալ ազգը չեն։ Աստուծո ընտրյալ ազգը սիրելիներ քրիստոնյա ժողովուրդն է։ Ինչու՞, որովհետև Հիսուս հստակ երբով հրեաներուն ասավ. Լավ գիտեք, ցեզմե Աստված պիտի առնե իրավունքը եւ պիտի դա ազգիմը, որ զին չէին ճանչնար։ Եվ հիմա սիրելներ քրիստոնյա ազգը կգոչվի նոր Իսրայել։ Մենք ընտրյալ ազգն ենք Աստուծո, մենք որ գսեմ ոչ թե հայերս բարձաբես, այլ բոլոր քրիստոնյա ազգերը եւ բոլոր անոնք որոնք սիրելներ քրիստոնյա գտարնան, անոնք Աստուծո ընտրյալ ազգն են, անոնք քահանայական դողմ են, անոնք թագավորներու ցեղ են եւ ոչ թե հրեաները, ինչպես որ դժբախտաբար այսօր շատ քրիստոնյաներ, ամերիկյան քրիստոնյաներ գսեն։ Հիմա Ասիկա առաջին դեսությունն էր։ Երկրորդ դեսությունը ուրիշ ուրեմն Սուրբ Գրոց խմբակներ գսեն։ Ուրեմն Մակետովը լեր չէ, որտեղ Արմագետոն ըսից էզի կնշանակե Մակետովի լեր։ Եվ քանի որ Մակետովը թաշտ է եւ ոչ թե լեր, ուրեմն գսեն որ ճիշտ չէ որ ասենք որ Մակետովի այդ հովիդն է։ Ուրեմն ինչն է լերը։ Որ լերան մասին է խոսքը, ուր ազգերը պիտի հավաքվին եւ պիտի բادرազմին։ Երկու դարձյալ սիրելներ բացատրություն։ Առաջին, ոմանք գսեն, որ այս Հարմագետոնը ժողովի լերն է, այսինքն այն վայրը, ուր պիտի հավաքվին։
Ուր է այդ վայրը, ուր են որ ազգերը գավակվին, Երուսաղեմը։ Երուսաղեմը լեր է, եւ սիրելներ ահավասիկ հոգևոր իմաստով, Արմագետոն հոգևոր իմաստով նորեն գսեմ, գնշանագի կամ գահասկծվի գսեն այս մեկնաբանները, Երուսաղեմի լերը, ինչու Երուսաղեմի լերը, որովհետև սիրելներ այնտեղ է որ 5 դագարանին մեջ Աստված մարգարեներուն բերնով գսե, ես ազգերը պիտի հավաքեմ Երուսաղեմի մեջ եւ պիտի բաժեմ զանոնք եւ Երուսաղեմը պիտի փրկեմ։ Այս մասին սիրելներ շատ մարգարեություններ կան։ Գուզեմ քանի մարգարեություններ ասել, որբեսի արցնակրվի եւ դուք հետո մտի գնեք։ Սաղմոս 48-ը մեգեն 8 համարներ։ Եսայի մարգարե 24-րդ գլուխ 21-23 համարներ, նաեւ 29-րդ գլուխ մեգեն 8 համարներ։ Հովելի մարգարեություն 3-րդ գլուխ մեգեն 16 համար։ Միքիայի մարգարե առաջին գլուխ 11-ին 13 համար։ Սոփոնիա 3-րդ գլուխ 8-րդ համար։ Զաքարիա 13-րդ գլուխ 1-9 համարներ եւ 14-րդ գլուխ 1-5 համարներ։ Սիրելիներ, այս բոլոր մարգարեները եթե գարտակ այս համարները որ ցեզի, պիտի տեսնեք որ Աստված գսե Երուսաղեմի մեջ պիտի հավաքեմ ազգերը եւ պիտի բաժեմ զանոնք։ Հիմա երկրորդ բացատրությունը լերան մասին ոմանք ինչ կսեն։ Քանի որ գխոսվի լերան մասին, հար մագետոն, ուրեմն լերը Սուրբ Գիրքի մեջ ընդհանրապես լերան վրա Աստուծո ժողովուրդը կամ Աստուծո մարգարեները որու կհանդիպեին Աստուծո, չէ՞։ Աստված ուր կհանդիպեր մարգարեներուն լերան վրա։ Եվ հետևաբար սիրելներ, այստեղ երբ որ գսե Հարմագետոն կնշանակե այն վայրը, ուր որ Աստված իր ներկայությունը բահաձե։ Եվ սիրելիներ, այդ ժամանակ ադիգա բիդելա Երուսաղեմը եւ հետաքրքրական է։ Այդ դեղը պիտի հավաքվին մարդիկ բայկարելու համար Աստուծո դեմ։ Ինչպես որ քիչ առաջ մենք կարդացինք Սաղմոս 2-րդը, մանավանդ 2-րդ համարը նայեցեք ինչ կսեր։ Աշխարհի թագավորները կպատրաստվին եւ իշխանները կմիապանին, որոնց դեմ դիրոջ եւ անոր օձյալին դեմ։ Ժողովուրդ, այս աշխարհի մարդիկը Աստուծո եւ իր օձյալին Հիսուս Քրիստոսի դեմ է որ կհավաքվին։ Եվ հիշեցեք սիրելիներ, ները ուր պիտի կա, Երուսաղեմ պիտի բնակի, եւ այնտեղ պիտի հավաքե բոլոր աշխարհի ուժերը, բայկարելու համար որու թեմ, Աստուծո թեմ։ Ես հիմա ցեզի այստեղ են ասեմ, ինչ կնշանակի Աստուծո թեմ բայկարին։ Ինչպես Աստուծո թեմ գրնան բայկարին։ Աստուծո ժողովրդին, Աստուծո եկեղեցին։ Հիշեցեք, եւ որ Բողոսը, թեր Բողոս Արաքյալ չէր, Սողոս էր։ Դամասկոս կերտար ցերպակալելու համար որոնց քրիստոնյաները։ Եվ ճանապարհին, որու անտիվեցավ Հիսուս Քրիստոսին։ Ինչը սավ Հիսուս իրեն։ Սողոս, ինչու կհալածես զիս։ Եվ Սողոսը ինգացիեն եւ ասավ ով ես տուն։ Եվ ինչը սավ Հիսուս, ես Հիսուս Նազովրեցին եմ։ Ինչ կնշանակե։ Սողոսը Հիսուսը կհալածեր։ Ոչ Սողոսը Հիսուսի աշակերտները կհալածեր, բայց ով որ Հիսուսի աշակերտները կհալածե, հալածած կլավորու Հիսուսը։ Նույնպես սիրելներ, ով որ Աստուծո ժողովրդին թեմ բայկարածը լա, բայկարած կլավորու թեմ Աստուծո թեմ։ Եվ հիշեցեք, Սատանան, Արուսյագը, Լուսիֆերը, մենք կգարտանք Եսայի Այզիայի մեջ 14-րդ գլուխ 10-րդ համարի մեջ մանավանդ։ Ո՞ր լերը պիտի լեր, ժողովքի լերը, այն ուր որ կհավաքվին, Երուսաղեմի մեջ եւ որ ները կա, հոն ով պիտի կա նաեւ Սատանան։ Եվ այս բոլորը սիրելներ, որ հիմա կպատահին, բադրաստությունն են այդ բոլորին։ Եվ ինչ կհավատան հրյաները մինչև այսօր գիտեք։ Հրյաները կհավատան, որ սիրելներ հսկա պատերազմներ պետք է ընեն իրենք, հսկա պատերազմներ պետք է լան, որբեսի ամբողջ աշխարհին վրա ինչն են դիրեն
Եվ իրենք գիտեք ինչի գավադան, քոքին եւ մակոքին։ Լսած եք քոքն ու մակոքը։ Քոքն ու մակոքը ինչ է գիտեք։ Քոքն ու մակոքը սիրելներ ըստ հрьяաներուն աշխարհի ժողովուրդներն են, որոնց թեմ պիտի բայկարին հрьяաները։ Եզեկիելի մարգարե 38-րդ գլխու մեջ կմատնվի այս մասին։ Եվ պիտի հաղթեն եւ ով պիտի կա, որբեսի ամբողջ աշխարհի ժողովուրդները ենթակա դարձնեն իրենց Մեսիան։ Ով է Մեսիան հрьяաներուն։ Ները։ Գտեսնեք սիրելներ, որ դժբախտաբար այսօր որ այս ամերիկյան քրիստոնյա գոչված խմբակները սպորտ կնեն նյութական ահավոր դրամ կդրամատրեն, որբեսի հрьяաները դաջար սարքեն Մեսիան կա, բայց Մեսիան հрьяաներուն ներն է, Քրիստոսը չէ, Քրիստոս եկավ մեկ անգամ եւ Քրիստոս պիտի գա երկրորդ անգամ ինչ լինելու համար, աշխարհը թադելու եւ իր խոսքով իր Փերնեն ելած սուրով սպանելու ինչը, ով ները, այս աշխարհի ուրեմն զորությունները։ Հիմա ըսի սիրելներ առաջին մտածողներու մասին, որ ոմանք հավատան, որ Մակեդովի մեջը պատերազմ լա, երկրորդի մասին խոսեցա, որ մարդիկ ասեն, որ Երուսաղեմի համար է խոսքը, հիմա երրորդ ուրեմն դեսությունը բացատրությունը Սուրբ Գրոց մեգնապաներեն եւ եկեղեցու հայրերեն շատեր ինչի գավադան։ Գսեն, որ Մագետով այս անունը, Արմագետոն անունը ոչ թե իրական վայր է, այլ խորհրդանիշ է։ Խորհրդանիշ է ինչի։ Խորհրդանիշ է սիրելիներ չար ոգիներուն Աստուծո եկեղեցին թեմ դանելիք բայկարին, հավատացյալներուն թեմ դանելիք բادرազմին։ Եվ երկու ցևով դարձյալ իրենք բացատրություն կտան։ Առաջին, գսեն Սատանան օր պիտի զորանցնե իր հարցակումը հավատացյալներուն վրա, Քրիստոսի եկեղեցին վրա։ Սակայն աշխարհի վաղճանին անմիջապես առաջ նախքան Հիսուսին գալը Սատանան իր ամբողջ ուժը, իր վերջին չանքը, ջիքը պիտի ուրեմն թափե, հավաքե եւ պիտի ծանրորեն բادرազմի, ուղղակի բادرազմի Քրիստոսի եկեղեցին թեմ, որբեսի Քրիստոսի եկեղեցին ինչն է, գործանե, փնաչնչե եւ նույնիսկ սիրելներ պիտի փորձե եկեղեցին քանթել ուրգե ներսեն եկեղեցվո ներսը սիրելներ բիղծ գրոնավորներ հանելով որ եկեղեցին ներսեն քանթե ամեն ինչ պիտի Սատանան Թուրսի հալածանքներով, ներսի քայքայումներով, բղծություններով, որպես եկեղեցին քանթվի, բայց եկեղեցին պիտի քանթվի, Սիրելներ դեր Հիսուս Քրիստոս եւ որ գիշեք օրը իր արաքյալներուն հարցուց որ մարդիկ ինչ կսեն իմ մասիս եւ ամեն մեկը փամսավ ոմանք կսեն որ դու Եղիան ես ոմանք կսեն Հովանես Մգրդիչն ես եւ այլն Մատթեոսի ավետարան 16-րդ գլխու մեջ Հիսուս հարցուց Պետրոսին ներողություն աշակերտներուն իսկ դուք ինչ կսեք իմ մասիս ով եմ ես Պետրոս արաքյալը ինչ ասավ դու գենթանի Աստուծո որդին ես 16-րդ գլխու 16-րդ համար Մատթեոսի եւ Հիսուս նայեցեք ինչ ասավ այդ ժամանակ ասավ Ճշմարիտ կսեմ Երանի քեզի Սիմոն Հովնանի որդի որովհետեւ ադիգա քեզի հայտնողը մարդ մչեր այլ իմ հայրս որ երկնքի մեջ է քանզի գսեմ թե ժայր ես տուն եւ այդ ժայրին վրա պիտի շինեմ իմ եկեղեցիս Հիմա շարունակություն լսեցեք ինչ գսե Հիսուս Զոր մահն անգամ թժողքն անգամ իր ամբողջ զորությամբ պիտի չգրնա հաղթահարել Սատանան թժողքը մահը իր ամբողջ զորությամբ պիտի չկարողանա խորդագել փնաչնչել Քրիստոսի եկեղեցին պիտի չկարողանա Այո երբեմն եկեղեցին բամության ընթացքին դգարացած է Բայց Սատանան սիրելներ եթե կարողանար եկեղեցին խորդագել եկեղեցի սածը շենքը չի անշուշտ չէ եկեղեցի սելով գասկնանք ինչ հավատացյալներս Եթե Սատանան կարողանար ցերկեն կար խորդագել առաջին թարուն արդեն կխորդագեր Մինչդեռ ամեն անգամ որ Սատանան սիրելիներ հավատացյալները արույցներու թիմաց հանեց
ամֆիթեատրներու թիմաց անեց, գենթանիներու կազանացած գենթանիներու թիմաց անեց եւ գենթաները բادرդեցին, հոշոտեցին, բզկդեցին քրիստոնյաներուն թափած արյունը ինչ տվավ, նոր կյանք տվավ եկեղեցվո։ Հավատացեք, եկեղեցին միշտ սիրելներ ավելի զորացած է, երբ որ հալածանք եղած է, քան երբ որ խաղաղություն եղած է։ Ինչու՞, որովհետև խաղաղության ժամանակ հավատացյալները ինչ եղած են, թմրած են։ Իսկ նեղության, հալածանքի, պատերազմներու ժամանակ եկեղեցին ինչ եղած է, միշտ արթուն եղած է։ Միշտ արթուն է, որովհետև մարդիկ եկած են Աստծո խոսքը լսելու, որ ինչ կսե դեր այս բոլորի մասին, եւ արթնցած են։ Իսկ երկրորդ սիրելներ բզիկ բացատրությունը այն է, որ եկեղեցու ուրիշ հայրեր գսեն, որ մենք արդեն հիմա գաբրինք Արմագետոնի մեջ։ Հիմա ինչպես։ Որովհետև Արմագետոնը ինչ է։ Չարին, նայեցեք, չար ոգիներն են, չէ՞ թակավորները, որ իդաբակ են։ Չար ոգիները այսօր ինչի վրա են, կորձի վրա են։ Չար ոգիները կքնանան։ Ոչ։ Անոն կորձի վրա են եւ աշխարհի ղեկավարները ինչ կնեն։ Եկեղեցու թեմ կանեն, հավատացյալներու թեմ կանեն։ Երեք Կանադայի մեջ օրենք անցավ։ Գիտեք ինչ է օրենքը։ Այն գրոնավորը, որ Սուրբ Գիրքին հռոմայացիներու առաջին գլուխը գբատնե, հռոմայացիներու առաջին գլուխը գիտեք ինչի մասին խոսի։ Միասերականներուն, գեյերուն թեմ։ Ով որ Սոդոմ Գոմորի բամությունը գբերե, որ եկեղեցականը գեյերուն թեմ գխոսի 5 տարվա փանդարգություն եւ այլևս այդ եկեղեցին գփակվի վերջնականորեն։ 3 այս օրենքը անցավ։ Գտեսնեք սիրելիներ, գտեսնեք որ սատանան ամեն ինչ պիտի ընե, ամեն ինչ, որբեսի Քրիստոսի եկեղեցին դեմ հալածանք կնե։ Սո մենք եկեղեցու այրեր գսենք գտնվենք Արմագետոնի մեջ, արդեն մենք բայկարի մեջ ենք։ Անոր համար Բողոս Սարաքյալը Եփեսացներու նամակի 6-րդ գլխու մեջ ինչ կսե։ Գսե որ մեր բادرազմը մարդոց հետ չէ։ Մեր բادرազմը երկնքի եւ երկրի միջև գտնվող չար ոգիներուն թեմ է, չար իշխանություններուն թեմ է, սատանային թեմ է, չար դերություններուն իշխանություններուն թեմ է, որովհետեւ սիրելներ այս աշխարհի ղեկավարները, որոնց կողմեր ղեկավարվին, չարին, սատանային կողմ է, չար ոգիներուն կողմ է, ուրգեք իդենք։ Գարտացեք պարսացային։ Չար, գարտացեք։ Լավ չի գարտացիկ, ես գարտամ։ Աբա ոգիները, թակավորները հավաքեցին։ Ովքեր հավաքեցին։ Ոգիները, չար ոգիները հավաքեցին։ Չար ոգիներն է, որ գարաչնորդ են այսօր աշխարհի ղեկավարները։ Ժողովուրդ ջան, արթնցեք։ Եվ ամեն անգամ որ Քրիստոսի եկեղեցու թեմ, քրիստոնյաներուն թեմ օրենք մգել է, անիգա սիրելներ, որոնց կողմ է գել է, այս աշխարհի չար ղեկավարներուն, որոնք գարաչնորտվին, գմղվին, որոնց կողմ է չար ոգիներուն կողմ է։ Դեսեք, մեծամասնությունը աշխարհին սիրելիներ, սուրբ ամուսնության հավատացող է, գավադա այր եւ գնոջ ամուսնության, քիչվորները փոքրամասնություն են միասերականները, բայց եկեք տեսեք, որ այսօր միասերականներու իրավունքը ավելի մեծ է, քան աշխարհի մարդոց իրավունքը։ Եվ գամած սիրելիներ, այնքան ուրեմն օղագը գբզդիկցվի մարդոց, որ այլևս ովևէ մեկը վախի մեջ է չի խոսիր։ Ինչպես որ այս երկիրներու մեջ ամենք սալ գիտենք սիրելներ, եւ որ միջին արևելքի մեջ մեկը տեսնեինք, որ ակսիդան եղավ, արգած ունեցավ, ինգավ, փամ եղավ, ամիջապես կվազեինք, շունչ կուտայինք, գուրծ կգբանայինք, չուր կգբանայինք, հիմա մեկը որ ինա, մեկը փամը լա, ամեն մարդ գլուխը գարնե ճիշտ բանի Հիսուսի բատմած Սամարացի օրինագին ճիշտ հագարակը, ճիշտ կնմանին կոր փարիսեցին, Ղևդացին եւ ուրեմն այդ մարդուն որ եկավ եւ անցավ քահանային որ եկան անցավ փամչրին ինչու որովհետեւ գսես որ քրխուս վելա չբերեմ ուրգե եկան այս հարցերը որովհետեւ այս աշխարհի ղեկավարները այնպիսի օրենքներ հանեցին որ թուն ինչի մեջ կինաս փորձանքի մեջ հիմա ահավասիկ սիրելներ այսօր շատ գրոնավորներ պիտի նախընտրեն ինչ բան
նախընտրեմ որ աման ինչու համար խոսիմ միասերականներուն թեմ, ինչու համար խոսիմ ինչքինամ ուրիշ ամուսնություններու թեմ, բղձություններու թեմ, մեղքի թեմ։ Այսօր գիտեք Ամերիկայի մեջ մեգա չերչեր կան, մեգա չերչես։ Գիտեք ինչ է մեգա չերչերը, այսինքն հսկա եկեղեցիներ, որ տասնյակ հազարավոր հավատացյալներ գերտան եւ իրենց քարոզիչները, սիրելիներ, որ շատ հրճագավոր են, միլիոնադեր մարդիկ են, միլիարդադեր մարդիկ են։ Գիտեք ինչ կխոսին։ Երբեք մեղքի մասին չեն խոսիր։ Երբեք։ Այլ միայն կխոսին Աստուծմե խնդրեցեք ինք ցեզի պիտի դա, պիտի հարստանաք։ Երկրավոր նյութերու մասին կխոսին եւ մարդիկ դրամ կվճարեն այդ եկեղեցի մտնելու համար։ Դրամ։ Բայց երբեք մեղքի մասին չեն խոսիր։ Այլ սիրելիներ ինչ կխոսին։ Կխոսին այնպիսի նյութեր, որոնք մարդոց ագանչը ինչ կնեն, գշոյեն, հա? Եվ մարդիկ ինչ կսիրեն, այդպիսի խոսքեր լսել, քան թե մեղքի մասին, ապաշխարության մասին, Աստուծո դատաստանի մասին, այդպիսի նյութեր չեք լսել։ Այդ մեգա չերչերեն շատ մեծակույները մեկը բանն է։ Ջոն Օստեն, Աբրիկ, եթե դուք մտիկ կնեք վայցեզի։ Մեկը ինձ ասավ հայր բարտև ես մտիկ կնեմ, որովհետև լավ գսկամ երբ որ խոսի։ Ասիկա սիրելիներ, ասիկա ահավոր բան է, ահավոր բան է։ Լավ գսկաս, որովհետև քեզի գշոյե, սատանան ալ գշոյե, չէ։ Սատանան այդպես շոյեց Եվային։ Խափելով, նայեցեք ինչ կսես սիրելիներ։ Բողոս Արաքյալը գուզեմ իր խոսքը գարտալ։ Գսե Բողոս Արաքյալ իր Դիմոթեոս աշակերտին երկրորդ նամակը 4-րդ գլուխը պիտի գարտամ, նախ երկրորդ համարը լավ լսեցեք ինչ կսե։ Աստուծո խոսքը քարոզե եւ զայն հայտարարե ամեն արիթով առանց բադեհությունը կամ անբադեհությունը խորելու, սխալները ուղե, սաստե կամ հորտորե մեծ համբերադարությամբ ուսուցանելով։ Ես այս խոսքին է որ գեդվին Բողոս Արաքյալին, բայց շարունակությունը նայեցեք ինչ կսե Բողոս Արաքյալի 3-րդ համարի մեջ։ Որովհետև ժամանակ պիտի կա, երբ մարդիկ ագանջ պիտի չգախեն առողջ վարտաբեդության։ Մարդիկ պիտի չուզեն սիրելնել լսել ճշմարիտ վարտաբեդություն։ Ինչու՞։ Այլ իրենց սեփական ցանկություններուն համապատասխանող եւ զիրենք հաջողացնող բաներու մասին խոսող ուսուցիչներ պիտի փնտրեն։ Մարդիկ պիտի ուզեն լսել ինչ որ իրենց հաճելի է, հա պիտի հարստանամ, հա պիտի դուն ունենամ, հա այս պիտի ունենամ։ Երկրավոր նյութերու մասին, երկրավոր ցանկություններու մասին եւ շարունակությունը 5-րդ գլուխը։ Պիտի չուզեն ճշմարտությունը լսել եւ առասպելներու ագանջ տալով պիտի գործվին։ Շարունակությունը գսե, բայց դուն միշտ արթուն եղիր։ Դուն կարոզե։ Եղբայրներ եւ քույրեր։ Եթե գուքակ այստեղ հայր բարտե որ ծեր ագանջներուն ծեր ուզածը խոսի, չեք լսելու ինձ մե։ Վայ ինձի որ ես մարդահաջո լամ։ Բողոս Արաքյալը գսե միտե մենք մարդոց հաջելի լալու համար է որ քարոզի չեղանք։ Վայ այն քարոզիչին, վայ ինձի։ Այն օրը որ ես մեկ օր մարդահաջո եղած լամ։ Ես ճշմարտությունը խոսելուս համար դուրս ելած եմ միապանութենե, որբեսի ճշմարտությունը ասեմ, այն ճշմարտությունը, որ մեր եկեղեցվո մեջ ճշմարտաբար, ահա որ փուշի նման ձագող է մինչև այսօր։ Սիրելիներ, մենք այսօր ամենքս ալ ըսի Արմագետոնի մեջ ենք, արդեն, որովհետև չար ոգիները կհալածեն մեզ։ Սակայն հիշեցեք, որ սիրելներ, չարը որքանալ հարաճնա իր չարության մեջ, անոր հաղթանակը ժամանակավոր է եւ խապուսիկ։ Ինչու՞։ Որովհետև չարերուն ղեկավարը ով է։ Սատանան։ Իսկ Քրիստոսի եկեղեցվո ղեկավարը ով է։ Քրիստոս։ Հիմա ով է հաղթանակողը։ Սատանան, թե ոչ Քրիստոս։ Քրիստոս, ուրեմն եթե Հիսուս հաղթանակած է, սիրելներ մենք հաղթական Հիսուսին հաղթական զավակներն ենք։ Ինչը սավ Հիսուս Հովանու ավետարանի 16-րդ գլխու 30-րդ համարի մեջ։ Ասավ, այս բոլորը սկիզբեն ցեզի ասի, որբեսի իմ խաղաղությունը սեր մեջ ունենաք։ Եվ հիմա նայեցեք գարտամ ուղագի Հիսուսի խոսքը։
Ասավ դեր Հիսուս։ Ասոնք խոսեցած էզի, որբեսի ինձմով խաղաղություն ունենաք։ Աշխարհի վրա նեղություն պիտի ունենաք, բայց քաչալերվեցեք, որովհետև ես հաղթեցի աշխարհին։ Մենք սիրելներ հաղթական բանակին կողմն ենք։ Մենք չարին կողմը չենք, որ բարդվենք։ Ով որ չարին կողմը երթա, ժամանակավոր հաղթանակ պիտի ունենա։ Գրնա ալալ, որ սիրելներ ծեր ունեցած հավատքին համար հալածվիկ։ Եվ հալածվիկ ծեր ընտանիքներուն կողմեն։ Գրնա ալալ, որ սիրելներ եկեղեցի երթալուն համար ծեր կնխուն վրա ամեն տեսակ խոսք լսեք, ծեր ամուսինեն, ծեր գնոջմեն, ծեր եղբորմեն, ծեր զավագեն, ծեր թորնիգեն, ովևէ մեկեն։ Բայց որն է ավելի կարևորը։ Հիսուս ասավ, եթե մեկը իր հայրը, մայրը, քույրը, եղբայրը ինձ մի ավելի սիրե, ինձի արժանի չէ։ Ինձի արժանի չէ։ Բայկարը միշտ պիտի ելա։ Եվ այս բայկարը սիրելներ մնայուն պիտի ելա։ Սիրելի քույրեր, եղբայրներ, եւ որ 9-րդ գլուխը գսերդեինք 11-րդ համարը, այնտեղ տեսանք, որ Չարը գլուխ անցեր է խումբին ոգիներուն եւ առաջ կերտար եւ անունը Աբբատոն էր։ Ինչ կնշանակի Աբբատոն? Գորուսիչ։ Գորուսիչ կնշանակի գործընծնող։ Իսկ Քրիստոս մեր փրկիչին անունը ինչ է? Փրկիչ։ Սատանային անունը ինչ է? Գործընծնող, գորուսիչ։ Տեսեք սիրելիներ, ով որ հետևի գորուսիչին, պիտի գործվի։ Ով որ հետևի փրկչին, պիտի փրկվի։ Ամեն մարդ ազատ է իր որոշումի մեջ։ Աստված մեզի չի բարդատրեր, որ իրեն հետևինք։ Հրավեր է։ Հիսուս կսե, ով որ գուզե ինձի հետևիլ, թող իր խաչը առնետվես կա։ Ով որ գուզե փրկվիլ, սիրելիներ պիտի գանչենք զինք։ Մենք քանի օր առաջ Օվսաննա բորացինք։ Ինչ կնշանակի Օվսաննա? Օրդություն կնշանակի փրկեմ ես դեր։ Փրկեմ ես։ Փրկեմ ես, գիտեք ինչ կնշանակի։ Կնշանակի, որ սիրելիներ ամենք սալ փրկչին պետք ունենք։ Սատանային չես կրնար Օվսաննա բորալ։ Մարդոց չես կրնար Օվսաննա ասել։ Որու միան կրնաս ասել։ Փրկչին։ Եվ սիրելի քույրեր, եղբայրներ, այսօր եթե ընտանեկան դժվարություն ունիս, ով կրնա քեզի օգնել։ Անոր համար Օվսաննա պետք է բորաս։ Եթե նյութական դժվարության մեջ ես, եթե հալածանքի մեջ ես, եթե չար ոգիներով շրջապատված ես, եթե մեղքի մեջ ես, եթե դգարություն ունիս, թմրեցուցիչ կկործածես, դրակ կկործածես, խմիչ կկործածես, կուզես ծերպազատիլ, ով կրնա քեզի օգնել։ Ոչ rehab center-ները, ոչ այս, ոչ այդ, այլ փրկիչը, եւ որ իսկապես զունգի կաս եւ ասես, որ Օվսաննա, օգնության կարոտ եմ դեր, փրկիչ, լսե ինձի, օգնե ինձի։ Միան անգրնա օգնել, միայն։ Եվ հավատացեք, որ պիտի օգնես սիրելներ։ Չուսադինք մեր կյանքի մեջ։ Քիչ առաջ ցեզի բատմեցի Սիսարայի պատմությունը։ Թադավորած կրկի մեջ էսի, որ այս Սիսարան սիրելիներ ինքը ահավոր գերբով փանակ կազմեց եւ հարցակեցավ Իսրայելի վրա 900 քիչ առաջ 700 սիներողություն 900 երկաթե գարկերով հսկա փանակով հрьяաները նույնիսկ վահամը սուրմը չունեին հագարակ որ 40000-նոց փանակ ունեին բայց սուրմը վահամը չունեին պաշտպանվելու եւ այդ ժամանակ Աստված սիրելիներ ինքը ամբողջ Սիսարայի փանակը քանտեց կանանացի Սիսարայի փանակը քանտեց եւ Սիսարանալ զորաբարնալ մերավ Սիրելի քույրեր եղբայրներ, հավատանք Աստուծո, գենթանի Աստուծո, որ նույնիսկ եթե, ինչպես սուտ նարեկացին գսե, նույնիսկ եթե չար ոգիներու փանակը իմ վրաս կա, անիկա կգործվի։ Հիշեցեք Սաղմոս 91-ը, եթե նույնիսկ 1000 հոգինան ծախիս, կամ 10000 հոգինան աչիս, սակայն Ոևէ մեկ հարված ինձի պիտի չասնի, ինչու, որտև Աստված իր հրեշտակներուն պիտի պատվիրե, որ մեզ իրենց թևերու վրա առնեն, որպեսզի մեր ոտքը քարին չզարնվի։ Եղբայրներ եւ քույրեր, որքան այսօր չար իշխանները, չար թագավորները, չար ղեկավարները իրենց չար ծրագիրները որոշեն, գիտեք Աստված երկինքի մեջ ինչ կնե։
իրենց այդ չար ծրագիրները տեսնելով, գիտեք ինչ կնե, գծիծաղի։ Նայեցեք երկրորդ Սաղմոսը քիչ առաջ որ գարտացինք 4 եւ 5 համարներում մեջ ինչ կսե։ Երկնքի կհագալը պիտի ծիծաղի անոնց վրա, դերը ծաղրի պիտի ենթարկի զանոնք, եւ որ ժամանակը կա, դերը իր փարգությամբ պիտի խոսի անոնց, իր զայրույթովը պիտի խրովեցնե զանոնք։ Անցնող շաբաթ ըսիցեզի, որ Իսրայելի վարչապետը Նաթանյահուն Հիսուսը համեմատեց Ջենգիզ խանին հետ, ասավ որ Հիսուսը ասավ Ջենգիզ խանեն ավելի մեկը չէ ասավ։ Հիսուս գրնար չէ հարվածել իրեն, հա? Ասանք երկինքեն այդ խոսած ադենը լեզուն գդրբեր, գրնար չէ։ Հիշեցեք որ Հակոբոս եւ Հովանես երկու եղբայրները օրը Սամարիային անցած ադենին Հիսուսին հետ Սամարացիները Հիսուսին վրընդեցին ասին որ չեն գուզեր մեր քաղաքը մտնես։ Ինչու? Որովհետև լսած էին որ Հիսուս չար ոգիները խոզերու մեջն է դածեր եւ իրենց վաճառականության թեմ եղած բիզնեսը գդրած էր։ Ասին որ չեն գուզեր մեր քաղաքը մտնես եւ Հակոբոս Հովանես երկու եղբայրները Զեբեդեոսի որդիները փարգացան եւ ինչ ասին Հիսուսին։ Ասին գուզես Տեր Աստուծո խնդրենք աղաչենք որ երկինքեն հրեշտակներ գրգե, գայծակ գրգե եւ ըսվաննի ամբողջ քաղաքը։ Եվ ինչ ասավ Հիսուս։ Ինչ խստասիրտ եք դուք։ Ինչ խստասիրտ եք դուք։ Եվ անոր համար Հիսուս զանոն գիտեք ինչ գոչեց։ Գոչեց որոդման որդիներ։ Ինչ կնշանակի որոդման որդիներ։ Ինչպես որ որոդումը զորավոր որոդա, հա? Դակարյուն, ապրիս, դակարյուն, որոդան դերը սիրելներ եթե ուզեր իրենալ գահարված էր։ Պետրոսին ասավ, Պետրոս սուրը դեղը թիր, սուրը դեղը թիր, ով որ սուր վերցնե, սուրով գինա։ Նաթանյահուին թեր Աստված ապաշխարելու առիթ տվավ։ Բայց Սատանան որքան այս մարդը իր ցերկը առած է եւ աշխարհի ղեկավարներն ալ, վերջավորության պիտի գանկնին որու թիմաց։ Հիսուսին թիմաց պիտի գանկնին։ Եվ այդ ժամանակ գիտեք ինչ պիտի ասեն սիրելիներ։ Այդ ժամանակ մենք արդեն սերդեցինք եւ որ 9-րդ գլուխը գսերդեինք։ Այնտեղ սիրելիներ դեսանք։ Բիդեսեն մեր վրա տապեցեք լերներ, ժայրեր եւ մեզ ծածկեցեք քարնուգին եւ անոր տեսքեն։ Ծածկեցեք, չեն գուզեր տեսնել։ Ինչու? Որովհետև քարնուգին տեսքեն ով գրնա ազատիլ։ Եղբայրներ եւ քույրեր, եկեք մենք մեր հավատքով ընթանանք, հիշենք, որ Արմագետոնի մեջ ենք արդեն։ Վայրը չէ Արմագետոնը, որովհետև աշխարհի ամբողջ ուժերը այդ բզդիկ դարածքի մեջ չի փավեր, 20 կիլոմետրով 14 կիլոմետր է այդ Արմագետոնի, ուրեմն Մագետովի ուրեմն հովիդը, բայց ամեն դեղ Արմագետոն է։ Գրնալալ այսօր դանդ մեջ Արմագետոն է։ Գրնալալ որ սիրելներ մեր հայրենիքի մեջ, գրնալալ չէ, այսօր մեր հայրենիքի մեջ Արմագետոն է։ Այսօր երկիրներու մեջ Արմագետոն է։ Գրնալալ կորձիտ մեջ Արմագետոն է, երբ որ քեզ հագարագող, քո հավատքիդ հագարագող մարդիկ տեսնես։ Բայց դու բինդ մնա հավատքիդ մեջ, Քրիստոսի վստահիր եւ այդ ժամանակ դերը քեզ պիտի օրհնե։ Ամեն։ Սիրելիներ, ես կուզեմ շնորհակալություն հայտնել այս Արիանա Ցակուգին, որ այնքան խելոք սուրբ քրոց սերդողությունը մտի գրավ ցայն ձբդուն չանալով Աստված օրհնի այս երեխան։ Եկեք խոնարհենք եւ աղոթենք։ Հանուն հոր եւ որդվո եւ օգվույն սրբո ամեն աղոթք պաշտպանության։ Ով Հիսուս, Տուն ես իմ դերս ու փրկիչս, Տուն անաբադի մեջ խաչին վրա քերեզմանի մեջ եւ մերելներեն հրաշապար հարությամբ հաղթեցիր սատանային եւ վերջնականորեն բարդության մատնեցիր զայն եւ աստվածային գնիկովդ հավիդենաբես մահվան վախճանը թրոշմված հայտարարեցիր։ Անոր ես ալ հաղթեցի քու սուրբ անվանդ զորությամբ,
որուն արչև ձունգի գուքան բոլորը երկնավորներն ու երկրավորները եւ սանտարամեդականները։ Հետևաբար ով դեր քու սուրբ անվանը զորությամբ պիտի սոսկամ եւ թիմադրեմ սատանային բոլոր փորձություններուն, որոնք կնեղեն, կչարչարեն եւ կամ կխափեն զիս։ Եվ մինչև վերջին շունչս պիտի թիմադրեմ փորձություններուն, որոնք կփորձեն կողնալ ուրախությունը եւ բդուղները իմ փրկությանս։ Շնորհիվ քու սրբարար ու անկին արյանը զորիմ սիրույս հեղեցիր քողկոտայի բարձունքին, գաղաչեմ քեզի դերիմ, հերացուր մտին խավարի բոլոր ուժերը, որոնք վայրակորեն իմ վրաս կդեղան ու կհարցագին, եւ հրանքի անոնց հերանալ ինձ մե ընդմիշտ հոն ուրթուն կհրամայես, եւ չփորձվին երբեք ինձ իթեմ մարդնչիլ։ Փառք քեզի, Հավիդյանս Հավիդենից, ամեն։ Իշիադեր եւ ողորմի։ Հանուն հոր եւ որդվո եւ օգվույն սրբո ամեն։ Հայր մեր որ հերգինս ես սուրբ եղիցի արունքո Arkayutyunko Yeritzingamko Vorbesergis Yehegri Satsmeranabazo Durmeza Tomesas vandis me vorbes me
բարդաբանած եւ միդանից մեզի փորձություն Զիկոյե արքայություն եւ զորություն եւ փառք Հավիդյանը Սավիդենից ամեն օրտնյալ կեղերուքի շնորհացն սրբոքվույն երթայք խաղաղություն եւ Տեր Հիսուս Քրիստոս եղիցի ընցեզ ընդ ամենեսյանդ ամեն Քրիստոսի սուրբ արյունով ծածկվիկ ամփորձանք մնաք եւ ամփորձանք ձեր դուներ ասնիկ